Ռուսաստանը Հայաստանին միշտ օգտագործել է որպես խցան արևելք, արևմուտք կապերի, առևտրային կապերի, էներգակիրների հոսքերի մեջ։ Դեռ 90-ականների վերջերին, երբ որ ինքը այսպես աչք փակեց նրա վրա, չխոչընդոտեց ամենայն դեպս, մի պահ խոչընդոտեց միայն հայկական ուժերի հաղթանակին Արցախյան պատերազմում, այդ խոչընդոտումը եղավ 92 թվականին, երբ որ տեսեք Ելցինն էր արդեն։ Մենք գիտենք, որ Ելցինը բավական լավ հարաբերություններ ուներ Հայաստանի հետ, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եւ հակառակը բավականին վատ հարաբերություններ ուներ Ալիևի հետ։ Այն պատմություն էր գալիս դեռ, բայց ամենայն դեպս նույն ժամանակ Ալիևը չէր 92 թվականին, հետո եկավ, բայց ամենայն դեպս հենց առավել եւս, տեսեք, նույնիսկ դեռ Ալիևը չէր, Էլչիբեյն էր, բայց նույնիսկ այդ պարագայում Ռուսաստանը օգնեց Էլչիբեյին գրավել Մարտակերտի շրջանը։ Ինչ արեցին 40 տանկ այն պաշարներից, որը ժառանգություն պետք է անցներ խորհրդային հանրապետություններին, փլուզումից հետո սովետական միություն, մի տարի առաջ դրանց սովետական միությունը փլուզվել էր, դրանց մի տարի հետո հանգարց, չգիտես ինչի 40 տանկ են տալիս, առաջինը Ադրբեջանն են տալիս, մենք էլ ունենք ստանալիք, մերը չէին տալիս, նրան տալիս են, որ բալանսը խախտեցին նրանց օգտին եւ նրանք 40 տանկային կալոն նաեւ ընդ որում նստած են այդ տանկերի մեջ ռուս, ուկրաինացի են մնացած այլ ազգի, ուրեմն ասեմ ադրբեջանցիներ չեն, հա, այդ տանկային կալոննան մցրեցին Մարտակերտով համարյա հասնում են Ստեփանակերտ։ Երբ դա տեղի ունեցավ։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել էր Թուրքիա եւ բանակցում էր հայ-թուրքական հարաբերություններ կարգավորելու օգտին։ Այսինքն այն գործառույթը, որը մշտապես ռուսական կայսրությունը, հետո նաեւ խորհրդային միությունը, հետո նաեւ ուրեմն Ելցինը, իսկ Ելցինը անձամբ չի այդ քաղաքականությունը մշակում վարում, չէ, այնտեղ մնում են այդ նախկին արտգործնախարարության կադրերը, KGB-ն, այդ ամբողջը մնացել էր եւ այդ համակարգը դեռ կար։ Այսինքն այդ միշտ իրանք օգտագործել են Հայաստանը որպես խցան, որպես ֆորպոստ եւ հանգարց տեսնում են, որ այդ ֆորպոստը ինքնուրույն քայլեր անում, գնում է Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, այդ շնորհիվ վաղ եթե պետք լինի Ռուսաստանին, բայց ոչ Հայաստանին, որպես Հայաստանը որպես զոհասեղանին բերելու, խցան օգտագործելու համար օգտագործել, չի ստացվելու Ռուսաստանի հետ եւ դա իրեն շատ խրտնեցրեց եւ իրանք ասացին դա որ այտենց ինքնուրույն եք, հիմա կտեսնեք ինքնուրույնը որն է եւ Ադրբեջանին կոպիտ ասած օգնեցին, որ սկսի ճնշել հայկական կողմին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացավ, ուղղակի միանգամից դադարեցրեց այդ հայ-թուրքական process-ը 1992 թվականին։ Հետո արդեն երբ որ 94-ին զինադադարը կնքվեց եւ այլն, իրենք համարեցին, որ այդ խցանը արդեն պատրաստ է, Հայաստանին ըստ էության ներքուստ հովանավորում էին, որպեսի անզիջում հատկապես այն ուժերը, որոնք որ բավական անզիջում են, չէ, Հայաստանում, նույն Ռոբերտ Քոչարյանը, որ եկավ 98 թվականին, նույնիսկ Վազգեն Սարգսյանն են համոզել այդ գծի մեջ մնալ եւ այլն, դրա շնորհիվ պահում էին Հայաստանը որպես խցան, արևելք, արևմուտք այդ պրոյեկտների եւ ինչ ստիպված արեց արևմուտքը, ստիպված այդ բոլոր պրոյեկտները կառուցեց շրջանցելով Հայաստանը։ Բաքու-Ջեյհանը, հետո նաեւ գազատարերը, ամբողջ անցան Վրաստանով, հետո նաեւ երկաթգիծը արդեն ադրբեջանական պրոյեկտ որպես Բաքու-Թիֆլիս ղարսը, հա։ Եվ դա շատ թանկ նստեց արևմուտքի վրա, շատ ավելի թանկ, քան եթե դրանք Հայաստանով անցնեին։ Ոչ միայն թանկ նստեց, բայց մի քանի տարով հետաձգեց։ Ես ժամանակին նույնիսկ հաշվարկ եմ արել եւ ռուսների հետ որ բարբերաբար հանդիպում ենք փորձագետների հետ, անդադ երեսներին շպրտում է, ասում է դուք մի մեզ ցույց տվեք, թե իբր լավություն եք արել, որ Արցախը օգնել եք, որ կամ չեք խանգարել առնվազն, որ 94 թվին մենք մեր սեփական ուժերով իրականում ռուսները չեն օգնել մեզ։ Ռուսների միակ օգնությունը գիտեք որն է եղել Ռուսաստանի, որ իրենք չեն խոչընդոտել, որ մենք հայազգի կադրերին, ռազմական կադրերին ամբողջ սովետական միությունից ներգրավենք մեր պաշտպանության մեջ։ Եվ 100-ից ավելի բարձրաստիճան սպաներ Վազգեն Սարգսյանը կարողացավ բերել, հայտնի Իվանյանը գիտեք, եւ ոչ միայն այնտեղ Տեր Աբրամյան, ներողություն Նորատեր Գրիգորյանց, ներողություն, հա, Տեր Աբրամյան։ Նորատեր Գրիգորյանցը, հետո գեներալներ կային Աբրահամյան, Հարությունյան, մի խոսքով։ Եվ այդ բոլորին բերեցին եւ իրենք կարողացան բանակը կազմավորել, կառավարել, իրոք 0-ից ստեղծել հայկական զինված ուժերը, որը որ նաեւ դիմադրեցին եւ հաղթեցին այդ պատերազմում։ Հա, այդ հարցում որ չեն խոչընդոտել։ Չնայած զուգահեռ նաեւ թույլ են տալիս, որ Ռուսաստանում ադրբեջանցիները վերբովկա են անում։ Ու բաներ լյոթչիկներ, հա, տանկերի վարորդներ եւ այլն, հա, օթաչուներ։ Հիմա
94 թվականից հետո, հա, ես ինչ էի ասում իրենց, ասում էի, որ այդ Հայաստանի եւ Արցախի այդ անզիջումության շնորհիվ, որ եթե որևէ զիջային, եթե համաձայնվեին օրինակ փաթեթային կամ փուլային ծրագրին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր Արևմուտքը, ինչի համար էր դա ասվում։ Ասում էր համաձայնվեք, էներգակիրները բաները կանցնեն Արցախով ու Հայաստանով, ու այդ ամեն ինչը կկապի ձեզ շահերի տեսակետից Ադրբեջանի, Թուրքիայի հետ, եւ արդեն խաղաղությունը ավտոմատ կլինի։ Ոչ մեկ արդեն շահագրգռված չի լինի իրար վրա հարձակվելու, բայց գինը պետք է լիներ այն, որ Արցախը պետք է լիներ ավտոնոմ մնար, ուրեմն Ադրբեջանի կազմում բարձր կարգավիճակով, հա։ Որին Հայաստան չէր համաձայնում բնականաբար, եւ դրա արդյունքում մի քանի տարի հետաձգվեց այդ պրոյեկտները, որտեղ համ ոտներն էին կախկցում Արևմուտքում, այդ տրանսազգային կորպորացիաները պատրաստ չէին այդքան մեծ թանկ գին վճարեն Վրաստանով անցկացնելու, որտեղ ոչ միայն երկարում էր ավելի շատ պետք է ծախսանային, ավելի երկար ուրեմն նավթատարեր բաներ կառուցեն գազատարեր, բայց նաեւ այնտեղ գալիս էր ուրեմն բանի Վրաստանի այդ լեռները, հա, Ախալքալակի, Ախալցխայի եւ հետո էլ դեպի Թուրքիա Արդահանի կողմեր այդ լեռները բավականին բարդ անցանելի ռելիեֆ էր, որ շատ թանկացնում է շինարարությունը։ Համարյա կրկնակի ավելի թանկ նստեց իրենց վրա այդ ամեն ինչ կառուցելը։ Դրա համար համ ոտներն էին կախկցում, համ հետո երբ որ արդեն այդ կնքեցին կոնսորցիումը 2001 թվականին վերջնականապես ստորագրվեց, արդեն երբ որ տեսան, որ ոչ մի բան չի ստացվում, Միացյալ Նահանգների միջնորդությունը տապալվեց, Քիվեստը եւ այլն հիշում եք, եւ արդեն սկսեցին կառուցել, բայց այդտեղ էլ մի քանի տարի ավելի տևեց, քան եթե դա անցներ Հայաստանով, հա, որտեղ այստեղ հովիտներով, բաներով նորմալ անցնելու էր։ Այդ մի քանի տարվա ընթացքում ադրբեջանական նավթը գնում էր միջազգային շուկաներ, նախ ավելի ցածր ծավալներով եւ, այսինքն ցածր ծավալը ինչ է նշանակում ռուսական նավթի մրցակցություն չէր կազմում առանձնապես։ Եղածն էլ գնում էր Նովորոսիիսկով, այսինքն Ռուսաստանում ասում նավթատարերով եւ տրանզիտի համար գումար են վճարում։ Ես նստե հաշվել եմ $2 միլիարդ մենակ այդ մի հարցում այդքան շահույթ այն ժամանակվա փողերով։ Հիմա այդ երևի մի 10-15 միլիարդ համարժեք, հա։ 2000-ականների սկզբերի այդ 2 միլիարդը։ Այդքան Ռուսաստանը շահույթ ստացավ միայն դրանից, ել չեմ խոսում ինչքան շահույթ ստացավ նրանից, որ ցածր ծավալների էր արտահանում Ադրբեջանը եւ ուրեմն մրցակցություն չէր կազմում եւ այլն։ Իսկ որոշ ժամանակ ընդհանրապես այդ մեծ ծավալների նավթը չգնաց դեպի շուկաներ, հետաձգվեց, հա։ Իրականում իհարկե ռուս փորձագետները այդպիսի խոսակցության պատրաստ չէին, իրենց համար շատ տարօրինակ էր, որ Հայաստանում կա մեկը, որ այդպիսի բաներ է հաշվարկում, որտեղ իրենք սովոր էին, որ հայ փորձագետները լներ, պաշտոնյաները լներ գնում էին, ասենց բանի պես են, բենամուկի պես, որ ասում կանգնում են, բենամուկ, բենաս այս գլուխներ անում են, որ դուք եք որ կաք, մենք ձեզ պարտական եք ամեն ինչով, դուք մեր մեծ եղբայրներն եք, ամբողջ կյանքներով մենք պարտական ենք, հա, ասենց ու այդ վիճակն է եղել ցավոք սրտի, մի հատ նորմալ սեփական շահերը հաշվարկող մեկը չի եղել, որ գնար ասեր, որ մի րոպե, դա տենց չի, որ դուք այնպես մի հատ լավություն եք մեզ արել, որ մենք էլ ձեզ միջև կյանքի մեջ պարտական ենք։ Ուզում եմ ասեմ, որ այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ իրենք որպես խցան օգտագործել են Հայաստանը, բայց հիմա այդ խցան որպես օգտագործելու process-ը չեն կարողանում իրականացնել, որտեղ Հայաստանը իրենց դավաճանության շնորհիվ թե պատճառով ոնց ուզում եք անվանեք, անկախացել է էապես, ամբողջությամբ չէ, բայց էապես իր ինքնիշխանությունը ավելացրել է։ Եվ այստեղ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախում մեր զինվորները նաև նրանք ովքեր զոհվեցին, իզուր չէր եւ իրականում դա էապես մեծացրեց մեր անկախությունը, որտեղ մենք դիմադրեցինք եւ այդ դիմադրության շնորհիվ Ռուսաստանը ստիպված էր իր պլանները բացահայտել եւ իր դավաճանական քայլերը երբ որ արվեց, դրանով Հայաստանը իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ լրիվ կարողացավ, չնայած միջև վերջ չի օգտվում ցավոք սրտի նույն Փաշինյանը, վաղուց հապկից է պետքա դուրս գայինք ԱՊՀ-ից էլ, հա, եթե նույնիսկ ԵԱՏՄ-ից այդքան չէր ուզում դուրս գար տնտեսական շուտ շահերից ուզում եմ ինչի ձգի, բայց այն երկուսից վաղուց պիտի դուրս գայինք, չգիտեմ ինչի միջև մա չի արվել, բայց ամենայն դեպս շատ այլ հարցերում, տեսեք Զվարթնոցից հանեցին ՖՍԲ-ին, հա, Մեղրիի անցակետից հանեցին, հայ-ադրբեջանական սահմանից հանեցին ռուսական ստորաբաժանումները եւ ամբողջ հայ-թուրքական հայ-իրանական սահմանում էլ բերեցին համատեղ հսկողություն։ Հիմա այդ ամեն ինչը նրա շնորհիվ էր, որ այսինքն այդքան հնարավորություն ստացավ Հայաստանը դեմը դնելու Ռուսաստանի, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը Պուտինի դեմ դնելու հնարավորություն ստացավ, ասելով, որ մենք նո չի ասում, որ մենք պատժում ենք ձեր դավաճանության համար, բայց ասում են մենք ստիպված ենք ուրիշ տեղերով մեր անվտանգությունը ապահովել, Արևմուտքի հետ համագործակցության շնորհիվ երկու անգամ, արդեն 2-3 անգամ Միացյալ Նահանգների հետ զինավարություններ են կանում, իդեպ հեսա կգամ դրան էլ այդ տրանզիտի հետ կապված Միացյալ Նահանգների ներկայությանը կանդրադառնանք,
Բայց ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը բերեց նրան, որ հիմա Ռուսաստան չի կարողանում մեզ որպես խցան օգտագործել։ Եվ մի տարբերակ ինքը ուներ, շարունակել փչացած պահել հայ-թուրքական հարաբերությունները, որպես այդ դեպքում խցան կարող են օգտագործել։ Եվ դրա համար այստեղ այդ հակաթուրքական նարատիվները, մեր զգացմունքները, որ շատ արդարացի մեր ժողովրդի այդ ցեղասպանությունից եկած այդ ուրեմն ցավը եւ այլն շահագործելով հենց այս պահին, երբ որ մեզ հենց հիմա է որ պետք չի այդ բաները շատ շեշտադրել եւ իշխանությունները դա հասկանալով ասում են, որ մեր առաջնահերթությունների մեջ չի ցեղասպանության ճանաչումը, չեն ասում ցեղասպանություն հրաժարվում ենք, ասում են առաջնահերթություն չի, ճիշտ են անում։ Ոնց որ հիմա Արցախի հարցի լուծումը հիմա առաջնահերթություն չի իշխանությունների համար, որովհետև չունենք այդ ռեսուրսն ու հնարավորությունը։ Հիմա առաջնահերթությունը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը եւ տնտեսության աճը, տնտեսության զարգացումը, իսկ դրա համար պետք է ներդրումներ, դրա համար պետք է խաղաղություն, մի խոսքով։ Եվ փորձեցին դա անել, բայց տեսնում են, որ ամեն դեպքում վտանգ կա, որ դա էլ չի աշխատելու, որովհետև միջազգային տրենդները այնպիսին են, որ հիմա գալիս ենք նրան, որ այո, Եվրոպայի, Չինաստանի, բայց նաև Միացյալ Նահանգների համար այս կորիդորը, արդեն մեծ իմաստով կորիդորը նկատի ունեմ ճանապարհը արևմուտք-արևելք Հայաստանում անցնող, ուզում եք միջին միջանցք անվանեք, որ արևմտյան պրոյեկտ է, ուզում եք մեկ ուղի մեկ ճանապարհ անվանեք, որը որ չինական պրոյեկտ է, բայց բոլորի համար կտրուկ աճել է այս ուրեմն տարածքի արժեքը։ Եվ այստեղ իդեպ ավելացել է ոչ միայն նրա համար, որ Ռուսաստանով ճանապարհները փակվել են, խուսիտներն էլ Կարմիր ծովում են անդադ խնդիրներ ստեղծում, այլ որովհետև ապրանքաշրջանառությունն է անխուսափելիորեն ավելանալու, որտեղ Միացյալ Նահանգների այդ ապրանքաշրջանառություն Չինաստան նվազում է, ուզեն ուրիշ շուկաներ պետք է գտնեն, ճիշտ է, Եվրոպանի վիճակի չի աբսորբել այդ ամբողջ ցավալը, բայց այդ ամբողջ 10%-ն էլ եթե ավելանա, հսկայական աճ է լինելու առևտրաշրջանառության։ Եվ այս իմաստով մեր համար Հայաստանի համար պատմական շանս է համապատասխանեցնել մեր շահերը եւ մեր արտաքին քաղաքական ուրեմն ընդհանրությունները Թուրքիայի հետ։ Ինչ որ իմաստով նաեւ Ադրբեջանի հետ, որովհետեւ այդ շահերի համընկնման պայմաններում է, որ մեր անվտանգությունը ավելանալու է, որ թուրքական վտանգը նվազելու է, որովհետեւ մենք ընդհանուր շահ ենք ստանում այս ճանապարհների անխափան գործունեության համար կայունություն եւ խաղաղություն ստեղծել տարածաշրջանում, որը թուրքերն էլ են սկսել հասկանալ, դրա համար Ադրբեջանին անդադ հորդորում են, որ այդ հարցը փակեք, մանավանդ ամեն ինչ որ ուզում եք տվեցին, այդ բանն էլ միջանցքն էլ ոչինչ լավ միջանցք չի ինչա, ճանապարհը տալիս են, թող իրենք վերահսկեն։